Ձեռք բերեք իսպանական բարձրորակ սալիկների լայն տեսականին, սկսած 1 քառակուսի մետրն ընդամենը 3300 դրամից։ Մանրամասները idealsystem.am։ Սամվել Կարապետյանի գործը ապրիլի 3-ին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Նա կալանավորվել է հունիսի 18-ին, գործարարի նկատմամբ քրեական վարույթ է հարուցվել, իշխանությունը զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու հատկանիշներով, այնուհետև մեղադրանքը փոփոխվել է, իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցություն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում։ Վճռաբեկ դատանը որոշել է բեկանել Գորիսի քաղաքապետ Արուշ Արուշանյանի պատիժն ազատազրկման փոխարինելու որոշման դեմ բողոքները մասնակի բավարարելու եւ դրանց արդյունքում նրա նկատմամբ ընտրված ազատազրկումը 3 ամսով ծանրացնելու վերաքննիչ դատանի որոշումը եւ գործը ուղարկել հակակոռուպցիոն դատարան նոր քննության։ Ավարտվել է 2025-ի հոկտեմբերի 29-ի Գյումրիու համայնքապետարանի վարչական շենքի մոտ զանգվածային անքարկությունների մասնակիցներից 7-ի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը։ Գյումրու համայնքապետարանի աշխատակիցները ԱՊ-ի, ԱՄ-ի, ԱԳ-ի, ԱԵ-ի, ԲԱ-ի, ՎՓ-ի եւ ԱԴ-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ 7 անձի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։ Ապրիլի 9-ին տեղեկություն է ստացվել, որ Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցի 8-րդ շենքի բնակարաններից մեկում կնոջ դի կա։ Այնտեղ հայտնաբերվել է կնոջ դին, իսկ տունը ամբողջությամբ տակն ու վրա արված է եղել, հայտնաբերվել են նաև աշնանման հետքեր։ Ապրիլի 2-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Երվանդ Քոչարի փողոցի 9 հասցեում մի խումբ քաղաքացիներ ոչ թափ վիճակում ծեծում են իրար։ Պարզվել է, որ Երևանի բնակիչներ 19-ամյա Արմանը, 23-ամյա Հայկը, 20-ամյա Էդգարը եւ մի քանի դեռահաս անձը չպարզված քաղաքացիներ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը բնակելի շենքի բակում հայհոյանքներ են հնչեցրել։ Իրավապանները ձերբակալել են Արամին, Արտակին եւ Վահեին, որտեղ անձնական խոզարկությամբ Արամի մոտից հայտնաբերվել է բժշկական կաթուցիչ դեղնականաչավուն մոխրացած զանգվածով։ Ապրիլի 7-ին Մոսկվա-Երևան ինքնաթիռով Հայաստանի տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 22-ամյա երիտասարդ։ Օգոստոսի 15-ից նա հետախուզվում էր խուլիգանության եւ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների մեղադրանքներով։ Ապրիլի 10-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Աղին բնակավայրի մոտակայքում մեքենաները կողաշրջվել են, ներսում կան երեխաներ, փախվել են BMW-ն եւ Opel-ը։ Մահացել է 5 քաղաքացի, իսկ 3 երեխա տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ապրիլի 9-ին Երևան-Սևան ավտոճանապարհին Nissan Magnus-ի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Kia Magnus-ի, վերջինս էլ Dodge Magnus-ի ավտոմեքենային 3 հոգի, մեկը անչափահաս, 3 վարորդները եւ մեկ անչափահաս տեղափոխվել են հիվանդանոց։ Ապրիլի 9-ին Nissan Murano Magnus-ի ավտոմեքենան Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբերին եւ մի քանի պտույտ շրջվելով հայտնվել ձորում, 4 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Ապրիլի 9-ին Երևանի Տիգրան Մեծի պողոտայում բախվել են թիվ 14 երթուղին սպասարկող Հայար Magnus-ի ավտոբուսը եւ Toyota BMW Ford Magnus-ի ավտոմեքենաները, տուժածներ չկան։